Սիրելի ձմեռ պապիկ, քեզ գրում է քո դասարանից Լևոնը, մենք կարծես հասակակիցներ ենք, այո, Տեր Պետրոսյան Լևոնը, բոլորի նոր տարին շնորհավորում եմ, ձեզանից ոչինչ չեմ ուզում, երկրին խաղաղություն եմ ուզում և քեզ ուղարկում եմ մի պլան, դա բերլինյան պլանը գրավելուց լավ պլան է, մի քիչ թութուն կխառնես, լցրես մուշտուկի մեջ և ծխես, շնորհավոր նոր Իգոր։ Հայաստանի Հանրապետության հպարտ ձմեռ պապիկներ, հատկապես հրապարակի ձմեռ պապիկներ, այս տարի քիչ կխմեք, ես ցանկանում եմ ձմեռ պապիկը ինձ բերի 3 մեշոկ ծեփամածիկ, որպեսզի այս նախկիններին ծեփեմ պատերին, և ուզում եմ ֆիքսենք, որ ձմեռ պապիկը նույնպես թալանչի է, որովհետև նա ապրում է Լապլանդիայում, և ինձ ոչ մի բան էլ պետք չի, որ բերես, որովհետև ես ինչ ուզում անում եմ, շնորհավոր նոր տարի։ Дорогой Дед Мороз, ինչի համար եմ ասում Դեդ Մորոզ, որովհետև հայկականում մի քիչ կոպիտ է, ինչը նշանակում կաղանդ պապիկ, տեղից տեսնում եք որորդ էլ, որ կաղանդավորները մի տեսակ շատացել են, ես ուզում եմ, որ այս տարի բոլորի համար լինի բարի, ու երկիրը չգնավարի, շնորհավոր նոր տարի։ Սիրելի ձմեռ պապիկ, քեզի դեմ հովիկ աղազարյանը, ախպեջան, եթե չէ տակսկրում, ես քեզանից շատ բան չեմ ուզում, ես ուզում եմ իմ անցյալը հետ բերեք, որ ես մտնում ազգային ժողով, 2026 ընտրությունները գիտեք, դուք կտրեք ձեր ապագան ախպեջան, եթե չէ տակսկրում, քեզանից մի բան եմ խնդրում, 2 մեշոկ սրսուր կարտոֆ, շնորհավոր նոր տարի։ Սիրելի ձմեռ Պատրիկ, ես նախ եւ առաջ շնորհավորում եմ բոլորի տրենդեզն, ցանկանում եմ նոր տարի։ Սիրելի հայ ժողովուրդ, ձեզ հետ խոսում է Սամվել Բաբայանը, այդ ձմեռ պապի ջոնալուշ, դրանից անցողիկ ու սուտ բաները, ես եթե կա իրական ձմեռ պապիկ ուզում եմ 4 սար գաղու մեզ, 3 հատ բեմբեն 4 սար մետը, թող մերի, ու ռուսներին հալի դուս, մեկ մեր երկիրը կմաշպանը, իսկ եթե ավելի լուրջ ես կատակ-մատակ թողած, ուզում եմ, որ մենք ունենանք խաղաղություն մեր աղթանակով, արժանապատիվ աղթանակով, շնորհավոր նոր տարի։ Սիրելի ձմեռ պապիկ, քեզ հետ խոսում է կարծեմ հասկացար ով, ես անշուշտ չեմ ուզում, որ 2026 թվականը նման լինի 2025-ին, 2024-ին, 2023-ին, 2022-ին ու այդպես շարունակ, ես ուզում եմ 2026 թվականը լինի հաղթանակների տարի, վարչապետի աթոռի նստած այդ մարդը հասկանա, որ ինքը սխալ էր, ես ճշտվեցի, ես ճիշտ եմ, ինքը սխալ էր, շնորհավոր նոր տարի։ Իմ շատ սիրելի հայ ժողովուրդ, իսկ ես Արամ Մանուկյանս խնդրում եմ ձեզ և իմ երկրի 4 ղեկավարներին, որպեսզի սիրեն իրար, սիրեն մեզ, չլինենք ինչ-որ մեկական, նախկինական, ներկայական ու մեր ապագան լինի հայկական։ 2026-ը ուզում եմ լինի հաղթանակների տարի, խոսքը պատերազմների մասին չի, կլինի դիվանագիտական, ամեն ոլորտում ունենանք հաղթանակներ և ամենակարևորը միասնական լինենք։ Սիրով ձեր Արամ Մանուկյան, շնորհավոր, ամանոր և սուրբ ծնունդ։